Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխազ Ղազարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տիկին Ղազարյան, ազգային ժողովը քննարկեց ընդդիմության կողմից բերված նախագիծը, չընդունեց այդ նախագիծը, դա վերաբերում էր ձեր պատգամավորներից մեկի վերջին օրերին տեղի ունեցած մի դեպքի, որտեղ իբրև թե լրագրողի հասցեին արված մեկնաբանությունը ընդդիմությունը որակել էր վիրավորանք։ Բայց այդուամենայնիվ դուք որոշեցիք, որ պիտի ստեղծեք էթիկայի հանձնաժողով, այն էլ մշտական։ Նախ ինչու եք դա որոշել եւ եթե դուք ստեղծում եք հետագայում արդեն այդ էթիկայի հանձնաժողովը, պարզ է, որ դա հետադարձ ուժ չպետք է ունենա եւ արդեն իսկ տեղի ունեցած ոչ միայն այս դեպքում, այլ դրանից առաջ տեղի ունեցած այլ դեպքերով որևէ կերպ քննության առարկադա չեք դարձնելու, ինչ եք ստեղծում հանձնաժողովը։ Տեսեք, ճիշտ նկատեցիք, որ մենք արդեն նախաձեռնել էինք, ավելի շուտ վաղուց էր արդեն նախաձեռնված, որ պետք է ստեղծենք մշտական հիմունքներով գործող էթիկայի հանձնաժողով, եւ այդ մշտական հիմունքներով գործող էթիկայի հանձնաժողովը պետք է լինի պարիտային սկզբունքով, ինչը իրենից ենթադրում է, որ հանձնաժողովի անդամները ընտրված են լինելու այնպես, որպեսզի հավասար քանակությամբ լինեն եւ իշխող կուսակցության խմբակցության պատգամավորները եւ ընդդիմադիր պատգամավորները, որի արդյունքում հետագայում ցանկացած որոշումներ ավելի օբյեկտիվ կիրականացվեն եւ այդ քննարկումները արդեն ընթացքի մեջ են ու ելի ունենալու են քննարկումներ, բոլոր հրավերը ուղարկում է բոլոր ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի ակտիվ մասնակցեն այդ քննարկումներին եւ կարողանան կոնսենսուսային շատ լավ գործող օբյեկտիվ որոշումներ կայացնող հանձնաժողով ստեղծել, բայց այս ամեն ինչից զատ կարծես որոշեցին, որ պետք է հենց մեր պատգամավորներից մեկին կոնկրետ թիրախավորված, ինչու եմ այսպես ասում, որտեղ այստեղ էլ կա սուբյեկտիվության գործոնը, էթիկայի հանձնաժողով ստեղծել հենց այդ հիմքով, իհարկե այնտեղ կար նաև այն հանգամանքը, որ կար լրագրողների մոտավորապես 161 լրագրողի ստորագրություն, իրենք հիմք էին ընդունել, որպեսզի կարողանային այդ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծել եւ եթե հետեւել եք նիստերին, թե գլխադասային հանձնաժողովում ես որպես հարակից զեկուցող եւ թե երեք լրագումար նիստերի դահլիճում ասացի, որ այս հանձնաժողովը իրականում եկեք անկեղծ լինենք, այս հանձնաժողովը իրականում կարծես լինի մեծամասնության հանձնաժողով եւ եթե մենք սկսենք այս սկզբունքով առաջնորդվել, իրենց խմբակցությունից էլ կան պատգամավորներ, որոնք հաճախակի են թույլ տալիս նման արտահայտություններ, պահելաձև եւ այլն, որի շուրջ կարող ենք եւ մենք ստեղծել, նախաձեռնել, որի դեպքում փոքրամասնությունը իսկ հանձնաժողովում արդեն այդ կազմվելու դեպքում ըստ կանոնակարգի այնպես է լինելու, որ խմբակցություններում պատգամավորների թվի համամասնությամբ է կազմվելու, այսինքն եթե լինեն 5 հոգանոց հանձնաժողով, 3-ը լինելու է իշխող խմբակցությունից, 2-ը ընդդիմությունից եւ այստեղ կարծես կարող է գործել նաեւ սուբյեկտիվության հիմքը։ Չնայած ելի եմ նշում, ֆեյք օրակարգեր, իրականում սուբյեկտիվ էր իրենց նաև դրսևորումը, որ հենց այդ պատգամավորին թիրախավորեն եւ այսպիսի օրակարգով հանդես գային եւ դեռ գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ հնչեցել նաև այդ կարծիքը, որ մենք այո, ի հեճուկս ձեր որոշման, մենք ելի օգտվելու ենք կանոնակարգից եւ այս հարցը լիագումար նիստերի դահլիճում քննարկելու են եւ կարծես սրանով բավարարեցին իրենց այդ ցանկությունը եւ տեսակ երեք լիագումար նիստերի դահլիճում ամեն դեպքում դա քննարկվեց, թե ինչքանով դա իրենց բավարարվեց, արդեն դա իրենց հարցն է։ Հիմա ձեր նախաձեռնած հանձնաժողովը երբ է ստեղծվելու։ Մեր նախաձեռնած հանձնաժողովը մենք երևի թե ցանկանում ենք մինչև հունիս, որ այն անպայման գոնե առաջին ընթացման ընդունվի։ Այո, իհարկե։ Հետադարձ ուժ չի ունենալու, բայց բավականին լավ հիմք կլինի, որ հետագայում կարողանանք հետևել յուրաքանչյուր պատգամավորի էթիկային եւ կարծում եմ սա շատ սպասված էր եւ ցավում եմ, որ այսքան ուշացավ, կարող էր ավելի շուտ լիներ եւ ավելի կանոնակարգված կլիներ ազգային ժողովի աշխատանքները։ Պարզ է, լավ, անցնենք այլ հարցին, դիմությունը միացավ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, մի գործընթաց, որը նախաձեռնել էին քաղաքացիական անձինք, ոչ կուսակցականներ, բայց ձեր ազգային ժողովին դիմադիր գործընկերները նախ Հայաստան դաշինքը, այնուհետև պատիվ ունեմ խմբակցությունը հայտնեցին, որ միանում են այդ մեկնարկի գործընթացին, բայց երկու կողմից էլ կարծես կա գիտակցում, որ առանց ձեր քվեների ձեր պատգամավորների ստորագրության ուղղակի գործընթացը ոչ տեղից կշարժվի, ոչ էլ առավելևս հաջողության կհասնի։ Եթե նրանք սա գիտակցում են, ապա հասկանում եք նպատակը, թե ինչ են
իրենք այս գործընթացին մասնակից դառնում։ Ինչի համար։ Իրենք իրենք էլ են գիտակցում, որ սա ուղղակի հենց այս պահի դրությամբ էլ ձախողված գործընթաց է լինելու։ Այո, խնդիրը նրանում է, որ երկու խմբակցություններն էլ արդեն ազգային ժողով գալուց հենց սկզբից իրենց նպատակն էին դրել, որ ինչ որ մի կետում, այսինքն իրենց ընտրողներին համոզել էին, որ իրենք գալիս են, որպեսզի անվստահություն հայտնեն կամ իշխանափոխություն իրականացնեն, բայց փաստացի հասկանալով, որ չունեն ժողովրդի աջակցությունը եւ ինչպես նաեւ այս վերջում էլ, քան որ քաղաքացիական անձինք են ընձեռներ ու այդ նախաձեռնությունը եւ ես բազմիցս ասել եմ, որ բավականին անլուրջ մարդկանց կողմից նախաձեռնված անլուրջ process է եւ բավականին դժվար եղավ նաեւ խմբակցություններին ընդդիմադիր այս գործընթացի մեջ ներգրավելը, բայց քան որ իրենք խոստում էին տվել, իրենք ուղղակի չկարողացան դրանից դուրս եկան, բայց մենք նաեւ լսեցինք կարծիքներ, որ այս գործընթացը նախաձեռնվել է հատուկ նրա համար, որ օրինակ Հայաստան խմբակցությանը դնեն տակավին վատ իրավիճակի մեջ եւ նրանք առիթը բաց չէին թողնում, որ ասեին, որ մենք անպայման միանալու ենք եւ այլն, բայց տեսեք, դուք չեք կարող ժողովրդի աջակցությունը դրսից ստանալ, ու սա ես անվանել եմ յուրօրինակ ինքնաիմպիչմենտ, որովհետեւ ինչ է դուրս գալիս, իրենց լեզվով, այսպես ասած, ասում են, որ իրենք չունեն ժողովրդի վստահությունը եւ Հայաստանում չկա վարչապետին անվստահություն հայտնելու հիմքերը։ Սա է ամբողջ իրականությունը, որ այս գործընթացի մասին կարելի է ասել եւ իրականում այս գործընթացը իրապես անլուրջ գործընթաց է եւ այս մարդիկ էլ քաղաքացիական անձիկ անընդհատ տարբեր գործողություններով փորձում են աչքի ընկնել ու այսպես քաղաքական դաշտում փոքր դեր ստանձնել, կարծես այս անգամ էլ իրանց հաջողվեց Դիրները չեն իրենց ավելի շատ անհարմար իրավիճակի մեջ դնում նույն իրենց ընտրողների աչքի առաջ, գիտակցելով, որ process-ը ուղղակի չի կարող հաջողությամբ պսակվել օբյեկտիվ պայմանների պատճառով կամ իրենք գուցե կուլիսային պայմանավորվածություններ ունեն, որ կամ ձեզ հետ են անում որոշակի կոնսուլտացիաներ, որ ձեր падգամավորները գնան ստորագրեն։ Քիչ հավանական է դա, նաև իրենք են դա ընդունում։ Արդյոք իրենք չեն անհարմար իրավիճակում հայտնվում։ Այո, իհարկե, ես արդեն նշեցի, որ օբյեկտիվորեն պետք է ընդունեն եւ իրենք էլ հասկանում են, որ Հայաստանում չկա վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգ, առհասարակ եւ մյուս կողմից էլ իրենք չունեն այդ բավարար աջակցությունը ժողովրդից։ Իսկ ինչ վերաբերվում է մեզ, մենք բազմիցս ասել ենք եւ ես բազմիցս հնչել եմ, որ բացառվում է, որ մեր խմբակցությունից որևէ մեկը նույնիսկ կմտածի ավելի լուրջ այս process-ի մասին։ Այսինքն ձեզ հետ որևէ մեկը կոնսուլտացիա չի իրականացնում ոչ ազգային ժողովի ընդդիմադիրները, ինստիտուցիոնալ ընդդիմություն ասվածը, ոչ էլ դրսից քաղաքացիական նախաձեռնություն իրականացնողները։ Որովհետեւ վստահ են իրենք էլ, որ մենք շատ կոնկրետ ես անլուրջ եմ վերաբերվում այս ամբողջ գործընթացին, զուտ էլի եմ ասել, այդ քաղաքացիական անձինք էլ իրենց նկատմամբ ուշադրություն էին փորձում գրավել։ Միայն սա։ Հիմա սա ձեր դեմ է ուղղված, թե ընդդիմադիրները իրենք իրար դեմ կամ իրար միջև որևէ հարց բարձելու համար են սա անում։ Վստահաբար չեմ կարող ասել ինչ գործընթաց է իրականացվում, բայց մենք այս վերջերս էլ տեսել ենք, որ Հայաստանի Հանրապետության թե երկրորդ թե երրորդ նախագահան ինչ որ հատուկ ակտիվություն են ցուցաբերում, բայց այստեղ ավելի շատ իրենք իրանց մեջ ազդեցության ոլորտ են ուզում, ազդեցություն են ուզում հաստատել իրար նկատմամբ, այսպես ասած իրականում, որպեսզի 2026 թվականին տեսնեն, թե իրենցից ով հանդես կգա որպես ամենաուժեղ ընդդիմադիր, բնականաբար մեծ ակնկալիք չունեն իշխանազավթելու համար, ինչպես նախկինում միշտ են արել, որովհետև պետք է փաստենք, որ նախկինում թե երկրորդ թե երրորդ նախագահան երբեք թափանցիկ արդար ընտրությունների արդյունքում չեն ընտրվել եւ նրանց բոլոր այդ ընտրությունները կարծես իշխանազավթում է եղել, այդ իսկ պատճառով հիմա այդ շանսը նրանք այլևս կորցրել են ու հիմա պայքարում են հիմնականում ավելի ընդդիմադիր ելևալու համար, որպեսզի 2026 թվականին շանս ունենան էլի խորհրդարանում հայտնվելու։ Ես այս ամբողջ գործընթացը թե տեսել եք այս վերջում իրենց կողմից հայտարարությունները, որոնք որ արվում են իրար հաջորդող, ինչպիսին են, բայց միևնույն ժամանակ դե որպեսզի կարողանան, այսպես ասած, ընդդիմադիր կեցվածք ընդունել, անընդհատ չեն մոռանում նաև իշխանության մասին, որ իրենք կհասնեն իշխանափոխության, բայց եւս մեկ անգամ պետք է փաստենք, ինչքան էլ որ այսքան ժամանակ իրենք փորձել են դա անել, որ իշխանափոխություն կամ միայն կարող են հասնել ընտրությունների արդյունքում։
Այս դեպքում իրենք ոչ թե իրար մեջ խոսելու բան ունեն, այլ ինչպես մենք ենք անում մեր խոսակցությունը կոնկրետ մեր ժողովրդի հետ։ Դե տեսեք, հիմա իրենք ինչ են անում, Տիկին Ղազարյան, եթե երկու կողմն էլ հայտարարում են, որ իրենց նպատակն իշխանափոխությունն է, բայց այս պահի դրությամբ իրենք մտնում են մի գործընթացի տակ, որը ենթադրում է պարզապես վարչապետի փոփոխություն, վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով։ Սա գոնե այդ նախաձեռնության բուն նպատակն է։ Հիմա իրենք այս պահի դրությամբ բնականաբար իշխանափոխության օրակարգով չեն կարող առաջնորդվել, բայց ուզում են առաջնորդվել իմպիչմենտի գործընթացի հիմքով։ Հետևաբար իրենք նաև նախաձեռնողները ձեզ են տեղ թողել, որ դուք կարող եք ԿՊԱ-ական որևէ տեխնազոյի առաջադրել, որպես վարչապետ, գործող վարչապետի այլընտրանք, որպես այլընտրանք գործող վարչապետին։ Հիմա գուցե դուք էլ ձեր տեխնազոյին առաջադրեիք, չէ՞ որ Էդգար Ղազարյան ասում էր, մենք հատուկ բաց ենք թողել վարչապետի անուն չենք նշել եւ անհատական յուրաքանչյուր падգամավորի նամակ ենք ուղարկել, որ միգուցե իրենք իրենց ցանկությամբ առաջարկեն իրենց վարչապետին, այսինքն դուք էլ ոչ թե իշխանափոխության գնաք, այլ վարչապետի փոփոխություն։ Անկեղծ ասած, նույնիսկ այդ մասին մտածելու մենք խնդիր չունենք, մեր վարչապետը ընտրված վարչապետ է եւ մենք գիտեք ինչպիսի խմբակցություն ենք եւ ինչպիսի կուսակցություն ենք, այնպես որ նույնիսկ այդ մասին խոսույթը իմ համար շատ խորհուրդ է եւ բնականաբար կարող եմ վստահեցնել նաեւ մեր խմբակցության յուրաքանչյուր падգամավորի եւ կուսակցության յուրաքանչյուր անդամի կարծիքը այս առումով։ Ես կարծում եմ ուղղակի մանիպուլատիվ հարթարարություններ են, ես էլ եմ ասում այդ մարդկանց ես իրապես լուրջ չեմ ընդունում, ուղղակի մի փոքր եթե ուշադիր լինեք ձեր նշած մարդուն, տարբեր ինչ հնարավոր տեղեր, որ եղել է, որ առաջադրվի, ինքը առաջադրվում է զուտ ուշադրություն գրավելու համար, ուշադիր լինեք նաև հանրային լսումներ ազգային ժողովում ինչքան լինում է, կապ չունի ինչի մասին է, այն որ ամենտեղ ինքը փորձում է հայտնվել եւ ինչ որ ուշադրություն իր վրա գրավել, ինքը կոնկրետ խնդիրներ ունի, այսպես կարող եմ ասել։ Լավ, ընդդիմադիրները ինչու վարչապետի տեխնազոյ չեն առաջադրում կամ չունեն կամ ինչ որ վախեր ունեն ինչ որ մեկին առաջադրելու հարցում, թեև նախորդ օրը հայտարարություն եղավ պատիվ ունեմի падգամավորներից մեկի կողմից, որ եթե օրինակ Ռոբերտ Քոչյանին Հայաստան դաշինքը որոշի, որ կարող է առաջադրել կամ ուզում է առաջադրել վարչապետ, իրենք կպաշտպանեն այդ տեխնազությունը։ Տեսեք, այն որ իրենք վախեր ունեն իրանց դեմքով հանդես գալու, դա փաստ է։ Մենք բազմիցս դրանում համոզվել ենք ցանկացած դիմընտրություններում փորձում են իբրև թե չեն խարդվում, բայց միշտ յետևից իրենց ականջները, այսպես ասած, երևում է, մեկ էլ տեսնում եք, մի քանի տեխնացու միանգամից առաջ է գալիս, հետո պարզվում է, որ կեսը մի նախագահի հովանավորչության ներքո են կեսը մյուսի եւ վերջում ամենահետաքրքիրը նա է որ բոլորը միավորվում են, այսինքն այս առումով էլ մի տեսակ կեղծ եմ նայում նրանց հակասություններին, որովհետեւ ասում եմ էլի փորձում են հասկանան թե իրենցից ով է ավելի ազդեցիկ հանրության շրջանում, որպեսզի կարողանան հետագայում իրենց դիրքը այս արևիտակ ապահովեն հետագա ընտրությունների ժամանակ, բայց տեխնացու չեն առաջադրում, որտեղ հստակ հասկանում են իրենց իրավիճակը ու լավ է որ գոնե հիմա հստակ գիտակցում են իրենց փորձագիտական իմիջայլոց, որ մեկը մյուսի դաշտ է գնդակը նետում, որ դու առաջադրի վարչապետի տեխնացու, ոչ դու առաջադրի եւ իրար մեջ են հարցը լուծում։ Այսպիսի տեսակետ էլ կա։ Քանի որ երկուսի օրակարգը եղել է հենց սկզբից դա եւ այս իմպիչմենտին չեն կարող չմիանային, որովհետեւ կլիներ, որ ուրեմն չեն սատարում իրոք այդ նպատակին ինչի համար եկել են խորհրդարան, այդ իսկ պատճառով միացան ու հիմա ավելի վատ վիճակում են, իրապես չգիտեն ինչ անեն այդ գործընթացի հետ, ելի եմ ասում, վստահաբար կարող եմ նշել, որ Հայաստանում անվստահություն հայտնելու օրակարգ չկա եւ իրենք էլ աջակցություն չունեն, սա ամբողջ իրենց ողբերգությունը այս ամբողջ պատմության մեջ։ Տեսեք, դուք ասում եք վարչապետին հեռացնելու կամ անվստահություն հայտնելու օրակարգ չկա, բայց հանրապետության 3-րդ նախագահը օրինակ վստահեցնում է, որ վարչապետին հեռացնելու պահը հասունացած է, ըստ ամենայնի նաև ակնարկում է, որ դա ընտրությունների միջոցով չէ, ինստիտուցիոնալ կառույցների մասին է նախին նախագահը խոսում եւ ձեր ազգային ժողովի ղեկավարը հայտարարում է, որ եթե դիցուկ ուրբաթ օրը լիներ ընտրություն 50+1 ձայն, դուք կարողանայիք հավաքել, իսկ 26 թվականին միգուցե շատ ավելին ձեզ հաջողի հավաքել, բայց այդուամենայնիվ արդյոք սա իրատեսական գնահատում է իրավիճակին։
Նշաձողը շատ բարձր չեք սահմանել։ Ոչ, ես լիովին կիսում եմ պարոն Սիմոնյանի կարծիքը եւ ես էլ ամեն առիթի նշում եմ, որ այո, ես այն պատգամավորներից եմ, որ ամենաշատն է շփվում մեր հայրենակիցների հետ, վստահաբար կարող եմ դա ասել, շատ եմ լինում մարզերում, քաղաքացիների ընդունելության եւ այլն, եւ ես զգում եմ այդ ամբողջ վստահությունը, թեկուզ եթե լինում են ինչ որ խնդիրներ կամ բողոքներ, դրանք լինում են, որովհետեւ գիտեն, որ լուծումները մենք կարող ենք տալ միայն եւ այլն, այդ իսկ պատճառով մենք վստահ ենք մեր քաղաքացիների աջակցության վրա եւ մենք վստահաբար գնալու ենք ընտրություններին 50+1 ստանալու ակնկալիքով եւ իսկապես եթե որոշ գործընթացներն էլ ի վերջո հաջողվեն, ինչին մենք հավատում ենք եւ գնալու ենք այդ ուղղությամբ, ապա վստահ ենք, որ 2026 թվականին ավելին ենք ունենալու, քան 50+-ը։ Հիմա գուցե ձեզ թվա թե բարձրագոչ խոսքեր եմ ասում, բայց ես վստահ եմ դրանում, ինչի համար, որովհետև մենք իրոք աշխատում ենք, մենք իրոք գործ ենք անում։ Բայց Գյումրիում էլ եք, չէ, վստահ որ դուք ամենաձայներն եք հավաքելու եւ քաղաքային իշխանությունն եք եկեք մենք համայնքային այսպես ընտրությունները չհամեմատենք խորհրդարանական ընտրությունների հետ։ Մենք 2021 թվականին էլ երբ որ գնացինք ընտրությունների, շատ համայնքներում նույնիսկ այնպիսի ընդդիմադիր քաղաքապետեր էին այն ժամանակ, որ փրկության շարժման ժամանակ կոնկրետ առաջամարտիկներ են եղել, այսինքն դա չխանգարեց ժողովրդին կամ չկարողացան ինչ որ մի բան, այսինքն խորհրդարանական ընտրությունները իրենց բնույթով լիովին թիմ ընտրություններից տարբերվում են եւ եկեք հենց Գյումրիի օրինակն էլ վերցնենք։ Գյումրիում ինչ եղավ։ Գյումրիում եղավ են, որ ընդդիմության բոլոր տեխնացուները միավորվեցին միմյանց հետ եւ աշխատեցին քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ։ Դա նաեւ կարող է կրկնվել համապետական չեմ բացառում, բայց այստեղ շատ մի վատ պրակտիկայի հայտ եկավ, երբ գյումրենցիդ ընտրեց մեկ այլ տեխնացուի, բայց իր ձայները գնաց մեկ ուրիշ տեխնացու եւ դարձավ համայնքի ղեկավար, ինչը կարծում եմ մեր ժողովրդի համար զգոնության կոչ էր, որ հետագայում նման ընտրություն չիրականացնի, որովհետեւ բայց իրականում ես մեծ հաղթանակ եմ համարում նաեւ Գյումրիում մեր ստացած ձայները, որովհետեւ մենք կրկնապատիկից շատ ձայներ ենք հավաքել մեր նախորդ թիմ ընտրության արդյունքների համեմատ եւ ամենաբարձր ձայներով խմբակցություն ենք, ամենաշատ մանդատով խմբակցություն ենք այսօր համայնքապետարանում եւ շարունակելու ենք աշխատել ի օգուտ գյումրեցու։ Կարող ենք նաեւ նիստեր հրավիրել, օրակարգեր բերել, այնպես որ այս առումով էլ մենք ի օգուտ գյումրեցու աշխատելու ենք եւ մեր ձայները կրկնապատկել ենք, ինչը ինձ համար մեծ հաղթանակ է։ Իմիջայլոց Գյումրիի հետ կապված մի դեպքի նախորդ օրը երևի ծանոթացաք, որ մեր քաղաքադաշինքը պնդում էր, որ մանդատ եք ուզում գողանալ իրենցից, որովհետև իրենց անդամներից մեկը նախ որոշել է վայր դնել լիազորությունները, հետո փոշմանել է, հետո հայտարարություն եղավ, որ իրեն հետ են համոզել, ըստ ամենայի երևի թե դուք եք համոզել։ Այս իրավիճակը ոնց կգնահատեք եւ որևէ բան իրականում տեղի ունեցել էր թե ոչ։ Ես իրականում զարմանում եմ, որ նման հայտարարություն է տարածվել, ինչին է մեզ պետք որևէ մեկից մանդատ գողանալ այս պահին, առհասարակ նման խնդիր չկա, որովհետեւ եթե նույնիսկ անվստահության հարց լիներ, դա 1 տարի հետո ըստ օրենքի պետք է իրականացնել, այսինքն այս պահի դրությամբ մեզ նման խնդիր չկա, ուղղակի ցանկացած բանում փորձում են ինչ-որ այսպես քաղաքացիական պայմանագրին ինչ-որ բանի մեջ մեղադրանք առաջադրել, ինչը որ իրականության հետ ընդհանրապես աղերս չունի։ Լավ, հանրապետության երկու նախկին նախագահներն են շարունակաբար պնդում են, որ 2018 թվականից այս կողմ ձեր քաղաքական թիմը քանդել է իրենց տարիներով կառուցած անվտանգային համակարգը։ Երկրորդ նախագահն ավելի հեռուն է գնում ասելով, որ ձեր քաղաքական թիմի կառավարման տարիներին դուք տապալել եք բոլոր բանակցությունները ծայրից ծայր եւ ավելին հայկական իշխանություններն են հրահրել պատերազմը։ Դուք ձեր քայլերով տապալել եք բանակցությունները, դուք ձեր քայլով ստիպել եք, որ Թուրքիան իր ամբողջ բոյով կանգնի Ադրբեջանի կողքին եւ այդ պատերազմը պիտի չլիներ, բայց հայերը մենք հրահրել ենք այդ պատերազմը։ Ոնց կգնահատեք նրանց այս հայտարարություններն ու ընկալումները եւ այդ հայտարարությունները ինչպիսի ընկալում կունենան հասարակության շրջանում նախընտրական պայքարից առաջ, քարոզարշավից առաջ ընտրությունները։ Տեսեք,
եկեք հերթով անդրադառնամ երկրորդ եւ երրորդ նախագահների ամենացուցուն հայտարարություններին, որ այս ընթացքում արեցին։ Երկրորդ նախագահան իրականում երկրորդ նախագահի հայտարարությունները 3 մասի կբաժանեի, ուրեմն առաջին մասը վերաբերվում է նրան, որ ինքը շարունակաբար պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունը առանց Ռուսաստանի Դաշնության ուղղակի ապագա չունի եւ ամբողջ այս խոսույթը նաեւ այն կուսակցության հետ ում հետ որ ինքը այսօր Դաշնակցության կուսակցության հետ համատեղ խորհրդարանում ներկայացված է իրենց շրջաբերականի մասին էլ դուք գիտեք որ ամբողջությամբ տեսնում էին Հայաստանը Ռուսաստանի կազմում եւ այլն, այսինքն ամբողջ այդ նարատիվը այդ մի մասով տարվում է Ռուսաստանի Դաշնությանը հավատարմություն հայտնելու ուղղությամբ։ Երկրորդ մասը անպատասխանատու հայտարարությունները, երբ աբսուրդի ժանրից հայտարարություններն է, որի մասին ինքը ասում էր, որ սպառազինությունը 80-ականների ամենալավն է, որովհետեւ չի փչանում, ասենք չեմ հասկանում այդ տրամաբանության իմաստը, չգիտեմ, կացինն էլ չի փչանում, եկեք ուրեմն կացին առնենք ու որոշենք, որ մենք սպառազինություն ունենք 21-րդ դարում, կամ հայտարարությունները անում ընտրությունների վերաբերյալ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետությունում գիտիկ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք նույնիսկ ամենափոքր համայնքում ընտրություններն ինչպես են կեղծվել ու երբևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մինչև 18 թվականը ընտրություններ չի տեսել որպես այդպեսին, դրանք եղել են կեղծիքով թաղված ամբողջությամբ, կամ խոսում էր օրինակ, որ այսպես Ռեմբոյի կերպար հակած, որ ուրանալով ամբողջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների այդ աջակցությունը առաջին Արցախյան պատերազմի ժամանակ եւ իրեն ներկայացնելով որպես այն ամենաուժեղ տղան են Ռեմբոն, որ լավա չասես մենակով հաղթեցի Ադրբեջանին, դրանից մենակ աբսուրդի ժանրից հայտարարություններ կա որակավորեմ եւ ամենասարսափելի հայտարարությունը, որ երբևէ կարելի է լսել հայ մարդուց, եթե իհարկե իսկապես հնարավոր է դա ասել, որ հայերը հրահրեցին Արցախյան երրորդ պատերազմը, դա սարսափելի բան է, որը որ ես կարծում եմ, որ նման արտահայտություն եւս մեկ անգամ ասել եմ, չեմ խորշի նաեւ կրկնելուց, կարող անել մենակ Ռոբերտ Քոչարյանն ու Ալիևը, ուրիշ ոչ մեկ չեմ պատկերացնում ուղղակի նման սարսափելի մանիպուլացնում նրանց նրա խոսքերը եւ նադանիկը տեսեք, եթե մանիպուլացնում ենք դիցու ավելի շուտ ձեր իշխանությունների վարած քաղաքականությունն է պատճառ ու հիմք հանդիսացել, որ պատերազմը իրենք ասում են մանիպուլացնում են, բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունը լեգիտիմ ընտրված իշխանություն է եւ այդ իշխանությանը ընտրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այնպես որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իշխանությունն է։ Թող սա ամեն անգամ իրենց խոսքում փորձելով մեղմել այդ խոսքերի իմաստը չփորձեն օգտագործել, բայց բառացի կրկնել է հայերը, Հայաստանի իշխանությունը կոնկրետ իրեն զատելով հայերից։ Դա ֆիքսենք։ Երրորդ նախագահի դեպքում մտաբերում եմ հիմա մի դրվագ, որ խոսում էր բանակցային գործընթացների վերաբերյալ, որ բանակցային գործընթացները ճակերտավոր լավ վիճակում են եղել 18 թվականին, բայց ես կզարմանում եմ, եթե ինքը չի հիշում 18 թվականին հենց ինքն է ազգային ժողովի անդոնից հայտարարել, որ այո, բանակցությունները փակուղում են։ Չգիտեմ, ինչպես կարող են այսպիսի հայտարարություններ անել անպատասխանատու։ Մի կողմ չդնեիք մադրիդյան սկզբունքները, չգնայիք Մյունխենում ձեր սկզբունքները գրեիք եւ այլն, մենք այս իրավիճակում չէինք հայտնվի։ Դե լավ, եկեք այսպես անենք, եթե լավ վիճակում էին 16 թվականի պատերազմը քառորիա ինչու եղավ։ Եթե լավ վիճակում էին, ինչու հայտարարեցինք, որ այլևս փակուղում է, ու առհասարակ 20 տարի թե Ռոբերտ Քոչարյանի եւ թե Սերժ Սարգսյանի կառավարման տարիները Հայաստանի Հանրապետությունում եղել են փակուղու տարիներ, այսպես ասած, ամեն ոլորտներում, ոչ միայն բանակցային գործընթացներում, այլ ցանկացած ոլորտում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխազ Ղազարյանն էր։ Կհանդիպենք։